ինչու եք մասնակցում այս հանրահավաքին։ Անուն Հայաստանի։ Ինչ եք կարծում, իշխանափոխություն կլինի թե ոչ։ Եթե ժողովուրդը կանգնեց կլինի անպայման։ Դժգոհ եք այս իշխանությունից։ Իհարկե դժգոհ եմ։ Ինչու։ Որտեղ թշնամի են։ Դիպուկ խոսք է, թշնամի։ Չեք հավատում, որ խաղաղություն են ուզում բերել։ Չէ։ Բայց հիմա այսպես գործողությունների պատրաստ եք, եթե օրինակ ճանապարհ փակեն, շենք։ Այո։ Բա եթե ոստիկանությունը ուժ կիրառի։ Տղամարդն ուժը ոնց որ հարազատ գործոն ունի։ Ես մասնակցում եմ, որովհետև բանը ուզում եմ երկրը փոխվի, պիտի լավ է դա։ Բայց ինչ եք կարծում, հաջողելու է։ Կաջողվի, եթե ժողովուրդը ոտի հելնի։ Ձեզ հիմա հելել է ոտի ժողովուրդը։ Կամաց հելնում է։ Ատեն ժողովուրդն էլ իմացել են, որ ատեն պիտի եթե ատեն վերջնա, պիտի ոտի հելնենք։ Իշխանափոխությունը թող իրենք կատարեն։ Իրենք հայ ժողովուրդը, իմաստուն ժողովուրդը, թող իմանա որն է լավը, որը վատը։ Հիմա ես իշխան գիտեմ ներկա իշխանությունից բավարար չեմ։ Ես Արցախից եմ։ Այսօր ես ընկել եմ Հայաստանի փողոցները, ես այս վիճակում 85 տարեկան եմ։ Երկու տուն ուտում Ստեփանակերտ լցված ամեն ինչով։ Թողել եմ թուրքերին, ես եկել այստեղ, ինչի համար, ինձ հարկավոր ասա։ Ինքը ինձ թվում է թե քիչ արցախցիները չի սիրում, ասում է արցախցիները դուրս կանքին են, թորը կենանք։ Ռուսը ուրիշ ազգերի մեզ պահելու է, մեր հայերին պիտի, նազեինց ենք հենա, որ մեր հայերը կպահեն, բայց ինչ է պահեմ, 250,000 ռուբլի ես աշխատել եմ տալիս, վարզ եմ տալիս, ես ընդհանրապես թոշակառու մարդ եմ, ընտանիքը 6 հոգին վեշը մեկ չի աշխատում։ Հաշվի առնելով մեր ընդհանուր 37 տարվա անցման շրջանը, ես ավելի շատ իմ ապրած կյանքով հավատացել եմ Նժդեյան գաղափարախոսության, ուստի այսօր մասնակցում եմ որպես արվեստի ներկայացուցիչ։ Բայց կհաջողվի, օրինակ շատ են եղել փորձեր իշխանափոխության։ Դե հաջողությունը ինքը լայն հասկացողություն է, բայց իմ կարծիքով ծովը կաթիլներից է, ծով դառնում։ Ուղղակի պետք է մեր հասարակությանը, նմանավանդ երիտասարդ սերունդի հոգեղեն ուժը պետք է արթնացնի, անկախ նրանից դա երկար կտևի, թե շուտ կտևի, իմ կարծիքով իշխանափոխությունը ավելի լավ է լինի տեղափոխության միջոցով, քան ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև մեր սահմանադրությունը այնպիսի կանոնակարգ ունի, ցանկացած կուսակցություն, որ մասնակցի ընտրություններին, ինքը նախկին իշխանությանը հաստատում է իր օրենսդրության կատարած աշխատանքները, թե միջազգային հանդիպումների ժամանակ, թե ընդհանուր կատարված այն բանակցությունների թողած հետքերը, որի համար պետք է պատասխան տան։ Ինչը հիմա որ մենք պատասխան ենք տալի 94 թվի համար։ Ես ինքս 89 թվից մասնակցել եմ ամբողջ մեր անցած պատմության ճանապարհով, ուստի փորձում եմ իմ մասին մի քիչ քիչ խոսել, որովհետև ինձ ճանաչողները իմ մասին լավ գիտեն։ Ով էլ ուզում է մասնակցել այսօր ինչ-որ բան կազմակերպի, ժողովրդին համախմբելու համար մասնակցում են։ Կողմ եք իշխանափոխության։ Անպայման։ Ոչ մի լավ բան, ոչ մի լավ սպասելիք չկա։ Հույս էլ չկա, ասենք, թե որ հույս լինի, գոնե կարելի է սպասել ինչ-որ, չկա, ոչ մի հույս։ Դրանով կազմակերպումը ուզում ես տենաս, ինչ են ասում, ինչ են առաջարկում, ինչ ծրագրեր ունեն, կտեսնենք։ Ծանոթ չեք, ուղղակի լսել եք։ Այո։ Գործողություններ եթե լինեն կմասնակցեք։ Նայած ինչ գործողություն։ Ճանապարհ փակել։ Շատ հնարավոր է, ինչ ա եղել որ։ Չէ որ դրանով ենք եկել այս նույն իշխանության հետ։ Դրանով ենք մասնակցել։ Անպայման։ 18 թվին փակում էիք։ Այո։ Բայց հիմա ինչ եք դժգոհ, որ 18 թվին ճանապարհ եք փակել։ Դուք գոհ եք։
Հա ինչի եմ դժգոհ որ այն վաղտ են փակել։ Սպասելիք ոնց որ հիմ սպասել ենք ինչ որ լավ բանի ու եկել ենք ավելի վատին ենք։ Հիմա սպասում ենք նորից, տեսնենք հիմա այս անգամ այն վաղ չէինք մտածում ծրագրեր։ Տես այն վաղ ուրիշ բան էր։ Այն վաղ մենք չէինք նայում ծրագիրը, ինչ առաջարկում է, փագենք, հա, փագում ենք։ Իսկ հիմա հետաքրքիր է ինչ առաջարկում։ Հետո կուզեիք լսել հիմա այստեղ։ Շատ բաներ կուզենայի լսել։ Շատ բաներ, հետաքրքիր է։ Իմ ուզելով չի։ Լուսի բանակի մեջքի կկաղնեմ, որ հանկարծ նենց լինի, որ ինձ խոսք չլինին դե խոսելու։ Այսքան որ օգնեմ, այսքան մեռնեմ, հանգիստ կմեռնեմ, բայց չեք տեսնում ինչա կատարում։ Սատանի կյանք ենք ընկել, բալես դժվար է։ Ով է սատանեն։ Քու իմանալով ով է։ Ձեզ եմ հարցնում։ Ինձ ես հարցնում, են որ սենց անում է, անունը մոռացել եմ, չի իմանում, այ էնի է, հասկացա։ Կհաջողի, բայց իշխանապողություն։ Նենց մի բան չկա, որ հայ ազգը չկարողանա անի, և եթե մեր հայ ազգը ոնց որ պետք է այնպես լինի, մենք չի պտի վերափոխում անենք, գիտես Աստված ինչ է ասում, ասում է, այսքան տարի է, թույլ եմ տվել, որ ժողովուրդը իրանց բաներին ջոկի, էլի, նախագահներին, մեկը ով մտնում է իր գրպանի մասին է մտածում, բայց մի բան ասեմ, բայց մեր Կարեն Արայանը, էնի էչի, էնի աստու բալայա ուղարկած։ Ողջ ազգն է դժգոհ, եթե բոլոր դժգոհներով հավաքվենք, հանուն արդարության, միայն արդարություն ենք ուզում։ Դե տեսեք ինչքան մարդայեք է դժգոհ։ Դե ինչքան մարդայեք է մեղավորությունը գիտեք ինչն է, այսա։ Մարդը տունը նստած, հետևում է, ուր դե ինչ է կատարվում, մի բան էլ ինքն է մեջ ընկնում գրում, ու վсё, դրանով ինքը իր մեջ սահմանափակվում է։ Դուք ինչից եք կոնկրետ դժգոհ։ Ես դժգոհ եմ ընդհանուր արդարություն, որ գոյություն չունի։ Դուք ինձանից լավ գիտեք։ Համոզված եմ ես, որ դուք ինձանից լավ գիտեք, արդարություն գոյություն չունի։ Էն որ հոպարը ասեց, սատանա կա քաղաքում, էծևի մի հատ մուլտ կա էլի, որ հայլի ա գտնում, տանում գործակատարին ցուցատալու, վայ, ասում է, էսի կաշառակեր ա, տանում դադավորին ա ցույց տալի, չէ, բանը Լավ, էդի բոլորս նայել եք, արեք վերադառնանք։ Վերջում տերդերին ա տենում, վերադառնանք նրան, որ սատանա ա տիրում քաղաքում, ցավը տանում։ Ես 88 թվի պայքարից մինչև այսօր առողջությունս կորցրել եմ, աշխատանքս կորցրել եմ, պայքարում եմ ու պայքարի մեջ եմ ու կպայքարեմ հանուն արդարության, 18 թվին էլ եմ ես կանգնե հանուն արդարության, բայց խաբվել եմ, ես մեղավոր չեմ։ Այսօր իսկ մեզ էլ ինչ է մնում, եթե չմասնակցենք, որովհետև ազգը պետք է միասնական ոտքի կանգնի։ Ես նաև նայում եմ, թե ազգս պատրաստ է այս արհավիրքից ազատվելու, ցավոք սրտի նայում եմ, որ այսօր դեռ ազատ տեղ կա հրապարակում, այստեղ պիտի ասեղ քսելու տեղ չլիներ, բայց ես հասկացա ինչի է դրա այդ հետևանքը, ում հետևանքն է, երբ Սրբազան, Բաքրատ Սրբազանը հավաքեց 60-70 հազար մեր քաղաքացիներին եկել են ամբողջ ինտելեկտուալ կրթված հասարակությունը, բանվոր, գյուղացի, քաղաքակիրթ, մտավորականներ բոլորն են եկել եւ ես էլ ու նա ասեց հետո գնացեք տուն, այսինքն հուսալքեց, այ արդյունքը մենք այսօր ենք տեսնում, սենց դատարկ չէր լինի, եթե չլիներ Բարքետ Սրբազանի այդ ամբողջ շոուն, ցավոք սրտի շոուն, որտեղ իր կոչումը, որը ինքը կոչվում է քրիստոնեության եկեղեցու հավատքի ծառայող,
Այդենց հավատքը կոտրել ազգի մեջ, այս համարում եմ իր հանցագործությունը կրկնակի հանցագործություն, որովհետև դա վերջի կետն է, որ մարդ դիմում է, որտեղ հավատքին է դիմում մարդը, ու հավատքի ներկայացուցիչը գալիս հեգնում ժողովրդին, ու հետո էլ ասում է չէ գնացեք, հետո նորից կգաք, այսինքն նա հասկացրեց ժողովրդին, որ ոչ մի հավաքել չի օգնելու, բայց իր խոսքը ոչ մի գրոշի արժեք չունի, բոլորս Նիկոլ հասկացել։ Փաշինյանը հրաժարական է։ Ես միայն հրաժարականին համաձայն չեմ։ Նա պետք է բոլոր պատասխանը տա։ Եվ այդ հարցը դուք ինչ եք ինձ տալիս, երբ որ երեկինքը խոստովանեց, որ ինքն ու իր թիմը կլոր անգրագետներ են։ Ամբողջ աշխարհում ես հետևում եմ, նայում եմ բոլոր քաղաքական գործիչների, ելույթների, պրեզիդենտների, ապրել եմ Ռուսաստանում, ապրել եմ 12 տարի Նիդերլանդներում, ամբողջ աշխարհն եմ անեկել, ես չեմ տեսել, որ մի ղեկավար կանգնի ու խոստովանի վերջապես իր բերանից մի ճիշտ բառ լսեցինք, որ իրանք կլոր անգրագետ են։ Այդ դեպքում տեղից հարցել չի առաջանում, ինչի ենք ուզում, նա վաճառեց մեր սրբությունը, մեր հողերը, մեր պատիվը տղաս, հայի ազգային արժեքները վաճառեց, ձերը ճար լինի մասիսով, սամանադրությամբ, անգամ հայրեն խոսալը կարող է մի օր արգելի եւ մցնի պարտադիր թուրքերեն խոսալու, որ դա նպատակը նա է, որ դարձնի Հայաստանը թուրքական վիալետ, բայց դա ողորմելի դիագնոզի հետևանքն է այդ իր երազանքները։ Բնականաբար ես լինելով բժշկուհի հոգեբան, ես եղել եմ հոգեբուժարանում եւ շատ եմ տեսել նման հիվանդների, նման ահասարսուր, բայց ողորմելի երազանքների չի լինելու, չկա հայացք, չի լինի մոլորակ, ոչ մեկ չի հասկանում, որտեղից կյանքը սկսվում է, այնտեղ էլ վերջանում է։ Հայաստանը դա արմատն է մարդկության։ Եկեք ծառը կտրեք արմատից, տեսեք ինքը քանի ժամանակ մնալու։ Եվ ամեն անգամ սարսափելի է, որ մեր ազգը առանց հարցնելու, ինչքան թյուր է խեղված, ծագում չունեցող, անհայտ ծագումով, ինչքան ցեղախմբի ու այլ ազգերի մնացորդներն ու սերունդները եկան սիոնիստների թեթև ձեռքով բերեցին մեզ ղեկավար, եւ դրա համար հայը պիտի ղեկավարի, հաջորդ ղեկավարը պիտի դա դենքը անալիս։ Ոնց բոլորն ընծել ես եմ մասնակցում։ Նպատակը ո՞րն է։ Չգիտեք ինչ է նպատակը։ Դուք ինչ նպատակով եք եկել։ Փրկության ինչ է։ Երկերի փրկության համար։ Այսօր Մեծ ակնկալիք ունեմ։ Մնացած բաները դե քիչ տա սկզբի անգամ շատ բան է, քիչ համեմատական կարգով քիչ է ժողովուրդը, բայց ես թվում է կգան էլի։ Ավելի ռեալ է էսի։ Ծրագիրներ, ամեն ինչներ։ ինչ է հայտնի ձեզ ծրագրից, օրինակ ինչ է տեղի ունենալու։ Ես մանրամասը չեմ հիշում, չեմ կարող ասեմ, բայց լավ կարծիք է մի խոսքով։ Կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ես թվում է հա, Այսքան մարդկանցով կկարողանաք։ բայց այդ սկզբի անգամ միշտ ասում եմ, չէ, քիչ է, հետո կամաց կավակվի։ Կարևորը բան էլի, ոնց են ասում, տուն չուղարկեն ժողովրդին ասեք, մի օր երկու օր ուղարկեն գնացեք, նորից եկեք։ Պիտի ոնց ասում վրա գա, որ ժողովուրդն էլ հավաքվի, համոզվի, որ մի արդյունքի կհասնենք։ Պայքարելով դելի, ճիշտ է, պայքարը ոնց են ասում, պատվիրով համերգ չի, որ այսօր ասեցի, այսինչ օրը, այդ օրն է կատարվի։ Եկել եք մնաք հրապարակում։ Եթե պետք է կմնամ, հալա չգիտեմ, չեմ կարող ասեմ, կերևա։ Են գարենիքը, Ինչից։ Չեչնամուս Դավակյանից մնացած որ հայն լավջի ծանգալ։ Կհաջողվի իշխանափոխությունը։ Իհարկե, ես կամ կլինի։ Ինչի։ Ցանկություն եթե եղավ ամեն ինչի կհասնես։ Ոնց եք պատկերացնում այդ իշխանափոխությունը ոնց եք անելու։ Ժողովրդով, հայրենիքը փրկելով։ Կգնա, հրաժարական կտաս ես Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյան։ Անպայման։ Մեկը որ թուրքի ձեր ալիս է, ես դրան տանել չեմ կարող։ Իմ պապի մեկը որ թուրքի ձեր ալիս է, ես դրան տանել չեմ կարող։ Բայց նրան 680,000 հոգի քվեր։ Նշան չունի, եթե ով տվել է, մի շատ է փոշմանել։ Դուք էլ եք փոշմանել։ Ես ոչ տվել եմ, ոչ էլ փոշմանել եմ։ 18-ին հեղափոխություն չեք մասնակցել։ Մասնակցել եմ Նիկոլից
մի 3 մետր հեռու էի կայնած։ Լսում էի թե ինչ էր խոսում։ Բա ինչի փոշման է։ Ես էլ ասի ես հիմար նոբա։ Ուրիշ բան չասի։ Ինձ տղերքը բերեցին, տեսա ասի ես հիմար նոբա։ Ու գնացիք։ Հա։ Բայց հիմա այս կան մարդիկ ուր են բա այդ որ հեղափոխություն անեք։ Ես չգիտեմ այդքան մարդիկ ուր են, բայց կհավաքվեն, հույսով եմ։ Հայրենիքը ժողովրդի կարիքն ունի, դա մեր հայրենիքն է, մեր տունն է, մենք պետք է հավաքվենք։ Ես մասնակցում եմ, որպեսզի վերածննդման շարժումը հաջողություն ունենա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչու եք ուզում հեռանա Նիկոլ։ Ուզում ենք հեռանա, որովհետև արդեն մեր հողերը մաս հանձնում է թուրքերին, Ալիևին։ Բոլոր պահանջները կատարում է, բոլոր իր պահանջները կատարում է։ Այլևս հնարավոր չէ, այս իշխանության օրոք հնարավոր չէ, Փաշինյան։ Ինչպես եք հեռացնելու Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես ենք հեռացնելու, միավորվելով։ Հա, միավորվեք ինչ անենք։ Միավորվենք, մենք մեր ծրագիրն ունենք։ Ո՞րն է ձեր ծրագիրը։ Ծրագիրը նա է, որ պետք է միավորվենք, Նիկոլին ասենք գնա տուն։ Այսինքն որ հավաքվեք, հա, այստեղ օրինակ մի քանի տասնյակ հազար հավաքվեն, ասեք կգնա։ Որ հավաքվենք, անպայման պետք է շատ միավորվենք, քանակը շատ լինի։ Ինչքան մեր քանակը շատ լինի, այնքան Նիկոլը շուտ կհեռանա։ Բայց հիմա քանակը շատ է ձեզ։ Քանակը շատ չի, բայց կավելանա։ Ոչինչ, շատանա։ Մենք սպասում ենք։ Գիտենք։ Ասել են ձեզ որ գալու են։ Չեն ասել, բայց ես զգում եմ, որ կգան։ Իսկական հայը տանը չի մնա։ Իսկական հայը հիմա մեր կողքը պետքա լիներ։ Ազգանուն կարել է մենակ հայ չի նշանակում։ Պետքա դու արյունով հայ լինես, սրտով հայ լինես։ Իսկ ինձ թվում է այդպիսի հայերը պիտի տանը չնսեն, ոչ է ռեստորաններում ու կաֆեներում ու տեղ խմեն, այլ պիտի գային ստեղ կանգնեին մեր կողքին, իսկական հայերի կողքին, որ պայքարենք ու դուրս շպրտենք դրանց։ Ես այդպես եմ կարծում։ Վարչապետ կոչվածը խաբեց ազգին, զուտ իրա խաբելու համար եւ նաեւ ցեղասպանությունը հարցականի տակ դնելու պատճառով։ Ոնց կարելի է որ ամբողջ աշխարհը ցեղասպանությունը ընդունել է ու տվյալ երկրի վարչապետը հարցականի տակ է դնում։ Այդպես բան ոնց կարելի է։ Ես ընտրել եմ իրեն ու շատ սխալվել եմ։ Ու ես այսօր եկել եմ իմ սխալը ուղղելու համար։ Ինքը պետքա շատ հանգիստ ձևով ոնց որ պայմանավորել էր Սերժի հետ հրաժարական տվեց, այդ մի ձևով հանգիստ թողնի այդ պաշտոնը, ինքը չի կարա։ Շատ վախկոտ է, Քաշնազարի նման վախվխալով, կուչ գալով, երկրի ղեկավարը այդպես չի կարա։ Որ վախկոտեր ինչի ընտրեցիք։ Դե ժամանակ մեծ թվաց, որ ինքը վախկոտ չի, ինքը իր ասածներին տեր կանգնի, բայց իր ոչ մի ասած, ոչ մի խոստում ինքը չի կատարել։ Ճանապարհների հետ ճանապարհաշինություն, մանկապարտեզ, դպրոց, առանց դրանց էլ մենք կարող էինք գոյատևել, ոչ թե բռներ Արցախը հանձներ Արցախի վերադասի հետ միասին։ Ու այսօր մեր ազգին Կարծում եք հայ ազգը առանց դպրոց գոյություն կունենա։ Ոչ, ես չեմ ասում որ առանց դպրոց, բայց եթե ժողովուրդ չկա, այդ դպրոցները ամեն տեղ էլ կա, բայց կա դպրոց, որտեղ որ ազգ չէ։ Լավ, հիմա ինչ եք անելու, ո՞րն է լինելու ձեր գործողությունը։ Հրաժարականը պետք է տա ինքը։ Այն ինչ եք անելու, որ հրաժարական տա։ Մեր ղեկավարը Կարեն Արայանը ոնց կազմակերպի, ոնց կանի, մենք էլ իրեն հետ միասին կգնանք այդ քայլերով։ Ցանկացած գործողության պատրաստ եք։ Միանշանակ։ Ինչ պետքա թուրքը գա դուրս թկասնի, որ ես դուրը բացեմ, ասեմ բարով ես եկել։ Հա։ Այդ որտեղ է գրված այդպես բան։ Բայց հիմա տեսեք, լիքը սենց շարժումներ ա եղել, ինչու հաջողության չեն հասել, ինչ հույս ունեք, որ ձեր շարժումը կհասնենք։ Շարժումներ են եղել, որովհետև նախկին շարժումները բոլորը ուղղորդված են եղել նախկին ղեկավարների կողմից, որոնց որ ես ոչ հարգել եմ, հենց սկզբից էլ, որ ժամանակ տեղ ունեցավ 99 թվականի հոկտեմբերի 27-ը, այդ ժամանակվանից Հայաստան աշխարհը սկսեց գլորվել անդունդը։ Սկսվեց թալանը, սպանությունը, տերորը, Քոչարյանի կողմից, Սերժ Սարգսյանի կողմից, որոշ չափով Նիկոլ Փաշինյանի կողմից։
ինքը պետքա ոչ մի մուկ, ոչ մի ծուկ չեր պլստա, չէ, ուրեն այդ մկներն ու ծկները։ Իրա խոսքերն է, չէ Փաշինյանի։ Բա ուրեն։ Արդեն 7 տարի ղեկավար է։ Պատկերացնում եք ինչքան ժամանակում պետքա ձեր գործողությունները կյանքի կոչվեն։ Ամենաուշը հաջորդ ընտրություններին այս ամեն ինչի վերջը կգա։ Երիքա բավական է։ Մի տարի կարող է շարունակել։ Հնարավոր է, բայց ես չէի ցանկան։ Ես ցանկանայի, որ այսօրվա հենց այսօրվանից կամ վաղվանից սկսած ինքը հրաժարական տար գար մի այնպեսի ղեկավար, որը ոչ վախ ունենար, ոչ Ալիևից, ոչ Էրդողանից, ոչ Պուտինից։ Ամենտեղ գնալուց կուչ է գալիս։ Ինչ ես կուչ գալիս։ Դու երկիրս ներկայացնում։ Մենք միշտ էլ գլուխներս բարձր ենք պահել, սկսած 90-ականներից մինչև 20 թվականի դժբախտաբար 44 օրյա պատերազմը, որի ժամանակ իր ասելով ինքը ասես կարող էի կանգնեցնեի, բայց չկանգնեցրեցի։ Ինչի չկանգնեցրի դու։ Եթե դու կարող էի, եթե գիտեիր։ Ու իրը նախորդ ասել էին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն բոլորն իրեն ասել են, որ պետքա հանձնես, հանձնի, քանի շուտ է։ Գնում է Արցախ։ Քոչարյանը ասել է հանձնի, հա։ Դե իմ հասկանալով, լսելով նախագահներն բոլորն էլ ասել են, որ հանձնի է։ Հանձնած է, հանձնել ենք արդեն։ Դու ինչ պետք է անես։ Մի կոտորի ազգին։ Հետո հերթը հասավ 44 օրյայից Արցախի հայաթափմանը։ Դուք ինչ գիտեիք, որ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանին ասել են հանձնի, հանձնած է։ Ասին Լևոն Տեր-Պետրոսյանն իր հենց ելույթում ասեց, ես իրեն ասի գնա հողերը տուր։ Էդի Լևոն Տեր-Պետրոսյան ելույթ չի ունեցել, չեք տեսել դուք այդ հաղորդումը։ Ասում ես ասի գնա հողերը տուր։ Նիկոլն էլ ասեց, ինձ ասեց գնա հողերը տուր։ Բա դու այդ ամեն ինչը գիտեիր, ինչ էր թակում պահում։ Հիմա էլ այդ պայմանագիրը Թուրքիի հետ, Ալիևն է, Էրդողանն է, կնքում է, գնում է, գալիս է, ոչ մի բան չի ասում, չի բացահայտվում։ Ձգում է այնքան, մինչև հարձակվեն, ասի տեսակ, հարձակվեցին, գրավեցին Սյունիքը, Մեղրի տարածաշրջանը։ Դա հետո այս ձեռնափայտս բարձրացնում եմ, ասում եմ Նիկոլ Փաշինյան, դու ինչի համար չես պաշտպանում քո հայ ժողովրդի շահերը, դու ինչի համար ես պաշտպանում Թուրքի, Ադրբեջանցու, Ալիևի, Էրդողանի շահերը, լուրջ մի հատ թե կարող ես մարդի զավակես, պատասխանի իմ հարցին հայ ժողովրդի հարցն է էդի, դու ինչի համար ես պաշտպանում, դու ինչի չես պաշտպանում քո հայ ժողովրդի շահերը, բայց կռուտից չանես, չի անցնի, թող պատասխանի, ինչի համար է պաշտպանում, խիչի պաշտպանում իր հայ ժողովրդի շահերը, որ ժողովուրդը հելնի ասի, լեննականցու պես ғայդին մարդա, ժողովրդի պես լեզվով ասի բարիքալլա, ինչի չի պաշտպանում հայ ժողովրդի շահերը, դե թող ինձ պատասխանի, կամ էլ մեր հայ ժողովրդի հարցին պատասխանի, Նիկոլ, եթե դու լսում ես, քո ամբողջ ոհմակով դու պատասխանի այդ հարցին, քիչ ես պաշտպանում քո հայ ժողովրդի շահերը, քիչ պաշտպանում, քիչ պաշտպանում Թուրքի, Ալիևի, Էրդողանի շահերը, ինչի համար, Ադրբեջանցու շահերն է պաշտպանում, ինչի համար, թող պատասխանի այդ հարցին, դու հարցը դրեք, թող պատասխանի, այդ հարցը փակեցի, ես ուզում եմ ասել, ժողովուրդ ջան, մեր ցավն է, մեր հայ ժողովրդի, հենց այսօրվա պահին, այս ժամին, որ մեր երիտասարդության 80%-ը անտարբեր է, քույրս 45 տարվա պատմության դասատու է, իմի վաղուց թոշակի է, արդեն 70 տարեկան, փոքր քույրս է, ասում է երիտասարդությունը, այդ սենսորով հեռախոսները խփել են այս շալվարներին, որ ցույց եմ տալի, ման են գալի փողոցներով, չեն մտածում իրանց վաղվա օրվա մասին, ինչ պիտի լինի, ժողովուրդ ջան, հայ ժողովրդի փռապան զավակներ, Թուրքը եկել է, չոքել է մեր բկին արդեն, նա մնում է թուրք, բարբարոսա, ավելի չա, թալանչիա թուրքը, թուրքի վերջը պտի տվացվի, միահամուր մեր ուժերով, միահամուր,
ոչ ամերիկացի, ոչ գերմանացի, ոչ Ադոլֆ Հիտլերը, ոչ մեկ չի գա մերզի մեշկներից կայնի։ Հայ ժողովուրդը, եթե մեշկի տվեց, ու երիտասարդությունը եթե ոտքի հելավ, հիշեք իմացեք, երիտասարդությունը մեր եթե ոտքի հելավ, Նիկոլոսը, Կոկորդիլոսը, մկանցակը փողովը առնելու, փողով։ Ամբողջ ինչա կատարում, տեսնում եք ժողովուրդ ջան, նա հարց տվեք ձեզ։ Երիտասարդները չեն մտածում, չեն իմանում։ Ամբողջ Երևանում 16-22 հարգանի շենքեր է կառուցվում։ Հա, այդ ում համար է կառուցվում։ Խեղճ Արցախցին 140,000 եկավ լսվող։ Խիմեկին մի հատ բնակարան չի տալի։ Այդ ում համար է։ Արդեն լրիվ գաղտնազերծել են, Ալիևը ոչ թե 300,000, 320,000 թուրքա վերելու, թուրք ու ադրբեջանցին նույնն է, գիտեք չէ, միջուրնա, թուրք ու ադրբեջան, ուզմա բերի լծնի, որ լծրեց, թուրքը հետքան 315,000 թուրք, ամբողջ շենքեր իրանց համար է կառուցում, միլիարդը վեկալում է թուրքից, Էրդողանից, Ալիևից, միլիարդը վեկալեց, 70% իրա գրպանն է դնում, են 30%-ը տալիս է շինարարներին, թուլաբաժին։ Բայց դուք ինչ գիտեք, Արա ժողովուրդը գիտի, ով տեսել է, որ իմ հերը իմ մոր հետ քնել է, չի տեսել չէ, բայց գիտի, որ իրանցից եմ ծնվել, էդ ինչ ես ասում, ով գիտի, ժողովուրդը անգիր գիտի, ճիշտ չի, Արցախցին մեղջարը եկավ 140,000 լծվավստե, հիմեն 40,000 էլ չի ուզում տա 10,000-ը, Ալիևից եկալել ես 5 միլիարդ, են մի միլիարդը ես կառավարության շենքի դեմն ասի, մի միլիարդը տուր, ես կարմիր բանակի հրամանատար, զենք, բնյամը ես եմ առաջնորդում լաչին, ժողովրդին առաջնորդեմ բնյամը լաչին, թուրքին պտի տտես ջարդը տաս, ջարդը պտի թուրքին տտես, նա վիշապից վերանա, ջարդը պտի տաս վզերը թրծնես, վիշապի 7 գլուղներ պտի թրծնես, թուրքն էտա, բարբարոսա, ավելիչա, թալանչիա, թուրքն էտա, նա չի սիրում երբեք աշխատի, հայ ժողովուրդն աշխատի, դարերի ընթացքում ես 5 դարա, 4 դարա, եղած չեղածը գա, թուրքը տագլխին տանի։ Ժողովուրդ ջան, իմ ասածը, միավորվեք, երիտասարդներ, միավորվեք, ես կասեմ դալիշը ինչ պետք է անեք։ Դուք ինչ եք կարծում, ինչպես պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Նիկոլ, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը կյանքում հրաժարական չի տա, եթե մինչև նրան ինչ չանեք ասել, հալալակես։ Դուք հիմա ոնց եք պատկերացնում Ես ասել եմ, ոնց պետք է։ ստեղ, ես չկարողացա գայի, Սրբազանը, որ մայիսին են հավաքել էր, չէ աղբորտրա ջան, հավաքել էր բոլորը տեսակ, չէ Սրբազանը, որ հավաքել էր, ես միշտ մոտիկացել եմ Սրբազանին, միշտ ասել եմ, անողոք եղի թշնամու դեմ, անողոք, չի արել, Սրբազանը որտեղ հոգևորական, դա հոգևորական է, բարություն ունի իրա մեջ, բայց թշնամուտ, դավաճանիտ, պատը ջարդ ես գլուխը, ճիշտ է։